Երկրորդ կարևոր հանգամանք ես գործունեություն ասացի հայության քաղաքական կապիտալն է, մարդկային կապիտալը, կներեք, քաղաքական չէ, մարդկային կապիտալը։ Ես նկատում Սփյուռքի կարողությունները։ Մի վերլուծական հոդված է եղել ժամանակին, բոլորին վերջերս իդեպ։ Իմ գործընկերներից մեկը Facebook-յան հղում կատարեց դրա վրա, ամերիկացի մի վերլուծաբան փորձել է վերլուծել արդյոք գլոբալ ազդեցությունը ինստիտուցիոնալ ինչ-որ հիերարխիա պարունակում է կամ ենթադրում է, թե ոչ։ Այսինքն կան ինչ-որ ինստիտուտներ գլոբալ ազդեցություն ապահովող միմյանցից որոշ բանով, ինչ-որ հիերարխիկ բանով, ենթակայությամբ։ Պարզվում է այո։ Եվ ըստ այդ վերլուծաբանի ամերիկացու ամենաազդեցիկ ինստիտուտը գլոբալ դա շեյխերն են, միապետները, հարուստ միապետերը։ Նրանք պարզվում է աշխարհում ինչ ուզում են անում են, ամեն ինչի հասնում են, կարողանում են հասնել։ Երկրորդ հորիզոնականում Վատիկանն է, ազդեցությամբ իր ցանցային հնարավորություններով։ Հավանաբար սա պետք է ենթադրել, բայց երրորդը, գիտեք ովքեր են երրորդ մակարդակում, հրեական եւ հայկական սփյուռքը, հրեական եւ հայկական սփյուռքը։ Ուրեմն հայկական սփյուռքը գլոբալ ազդեցության առումով գնահատվում է որպես ազդեցիկ կառույց։ Հիմա հարց. Հայաստանը, որ ունի միլիոն խնդիրներ գլոբալ անվտանգության համատեքստում, բա ունենաս այդպես ռեսուրս չփորձես օգտագործել։ Դες Զարե Սինանյան ունեք փոխարինում եք։ Հա, չօգտագործել Զարե Սինանյանին։ Հասկանում եք, ինչ եմ ուզում ասեմ։ Սա իրականում սա բավականին լուրջ ռեսուրս է, մարդկային կապիտալ, լրջագույն ռեսուրս է, որ մենք ունենք։ Չօգտագործել դա նշանակում է հանցագործություն ժողովրդի ազգից դեմ։ Սա ակնհայտ է։ Դրա համար իսկ մենք ճիշտ հակառակն ոչ մեկին ձեռք չի տալիս այդ ռեսուրսը դարձնել գործոն մեր համար, բացի մեզանից։ Իհարկե, հետաբար հարց, արդյոք չունենալով բաց ծով ելք Հայաստանը ունի հնարավորություններ ստեղծված իրավիճակը աշճանաբար սեփական անվտանգ դինամիկ զարգացումը ապահովելու, ասում եմ այո։ Դրա ճանապարհը երկուսն է, աշխարհագրությունը իմ կարծիքով առայժմս երկուսը, աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական պոտենցիալի վերածել եւ օգտագործել հայության ողջ մարդկային պոտենցիալը։ Սփյուռքի մասով մի նախադասություն ուղղակի ասեմ ու ասենք առաջ։ Ամեն դեպքում եկեք խոստովանենք, որ 30 տարվա մեջ մենք այդպես էլ չկարողացանք ստեղծենք ցանցային, կազմակերպված, համակարգված սփյուռք։ Նա ես մասամբ կհամաձայնեմ եմ ձեզ հետ, թեպետ անարդարությամբ թե ասենք, որ Սփյուռքի հետ կապերը հատկապես Աշուժացան Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, բայց երևի կապված դաշնակցության ներգրավման հետ։ Միգուցե նաեւ այդպես։ Էլի համակարգ չէր։ Բայց դա Էլի համակարգ չէ, այստեղ դաշնակցության հեղինակությունն էր, դա համակարգ չի, Սփյուռքի մենակ մի հատվածն է դա։ Ես բան չունեմ ասում, ես ուրիշ բան եմ ասում։ Բայց նույնիսկ այդ պարագայում մենք Սփյուռքը չդիտեցինք որպես ազգային կարողության խնդիրների լուծման գործում ներդրում կատարելու ոչ թե ֆինանսական, ներդրում կատարելու լուրջ պոտենցիալ ունեցող կառույցական հնարավորություն։ Մենք Սփյուռքը դիտել ենք կաթելու։ Եթե հնարավոր է կաթել, թող բողը բերեն, Ղարաբաղում ստեղ բերեն։ Սա ամենակոպիտ սխալն է, որ մենք թույլ ենք տվել Սփյուռքի նկատմամբ։ Սփյուռքը մեզ պետք չի որպես տնտեսական դոնոր։ Հասկանում եք, Սփյուռքը մեզ պետք է որպես մարդկային կապիտալում լուրջ դոնոր, ներդրում։ Եթե մենք սա անենք, եթե մենք հիմա գույքագրենք մեր սփյուռքյան հայկական Սփյուռքի կապիտալը, Միասնիկյանը սկսեց հայը հավաքությամբ։ Մենք հիմա գիտեք ինչ հնարավորություն ունենք։ Ես մի րոպե անգամ չեմ կասկածում։ Մի րոպե անգամ չեմ կասկածում։ Կազմակերպված ազգային պետություն։ Դե սա հիմա չգիտեմ։